Հնարավոր է մենք ստիպված լինենք լքելու Թեհրանը։ Այս նախադասությունը Իրանի ժողովրդին ասել է նախագահ Մասուդ Պեզեշքյանը։ Իրան-Իսրայել պատերազմը նոր ավարտած երկիրը այժմ մի նոր հակամարտության մեջ է, որտեղ մրցակիցն անքննելի եւ անհաղթահարելի է։ Իրանը փորձում է դիմանալ բնության հարվածներին։ Երաշտ է։ Տեղումների քանակը անցած տարվա համեմատ նվազել է 90-ից 92%-ով։ Սրա պատճառով հասել ենք այն վիճակին, որ ջրամբարն այժմ լցված է միայն 8%-ով։ Ջրամբարում, որը սովորաբար 86 միլիոն խորանարդ մետր ջուր է պարունակում, այժմ միայն 14 միլիոն խորանարդ մետր ջուր կա։ Այս պաշարը կարող է բավարարել 2 շաբաթից ոչ ավելի։ Մայրաքաղաք Թեհրանի համար այս իրավիճակը երբևէ եղածներից ամենավատն է։ Ռեկորդային ցածր տեղումների պատճառով ջրամբարները գրեթե դատարկ են։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում ջրի պաշարներ կուտակել։ Մենք ստիպված ենք լինելու գիշերային ժամերին, երբ մեր սիրելի մարդիկ հանգստանում են, ջրի ճնշումը իջեցնելու, հասցնելու զրոյի։ Սա իհարկե կօգնի կանխելու ջրի կորուստը, բայց հնարավոր է անհարմարություններ պատճառի մարդկանց։ Խնդրում եմ բոլորին համոզվել, որ տանը տեղադրել են ջրի պահեստավորման բաքեր։ Տեղական լրատվամիջոցներն արդեն ահազանգում են բնակչության թվով երկրորդ քաղաքը, հյուսիսարևելյան Մաշհադը սնուցող ջրամբարներում 3%-ից էլ քիչ ջուր է մնացել։ Մայրաքաղաքին խմելու ջուր մատակարարող 5 խոշոր ջրամբարներից մեկը դատարկ է, մյուսում 8%-ից պակաս ջուր է մնացել։ Բոլոր ջրամբարները խիստ վտանգավոր մակարդակում են։ Նախագահ Մասուդ Պեզեշքյանը զգուշացրել է, եթե առաջիկա օրերին բավարար տեղումներ չլինեն, ապա աղետն անխուսափելի կդառնա ու 15 միլիոն մարդու տարհանելու, մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտություն կառաջանա։ Իրանի օդերևութաբանական ծառայության պաշտոնյաները հայտնում են, առաջիկա 10 օրում տեղումներ չեն սպասվում։ Սա շատ լուրջ է, ամբողջ երկրում անձրև չի եկել եւ սա նորություն է Իրանի համար։ Ամեն ինչ սկսվեց խուլ հատվածների, ապա ֆերմաների, այնուհետև արդյունաբերական տարածքների, իսկ հիմա քաղաքային տարածքների ջրամատակարարման կրճատումներով։ Ես երբեք նման բան չեմ տեսել Թեհրանում, իմ սիրելի հայրենիքում, որտեղ ծնվել եմ։ Մենք երբեք նման իրավիճակ չենք ունեցել։ Մեղավորը միայն եղանակը չէ վստահեն Իրանում։ Էներգետիկայի նախարարը հայտնել է, որ խնդիրը սրվել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո։ Հակամարտության ժամանակ հունիսի 15-ին Իսրայելը թիրախավորել էր Թեհրանի հյուսիսային Թաջրիշ թաղամասը։ Այդ տարածքում ջրային ենթակառուցվածքների հրթիռակոծությունը հանգեցրել էր ուժեղ ջրհեղեղի։ Իրանի ջրային ճգնաժամը սակայն տասնամյակների վաղեմություն ունի։ Նույնիսկ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին բազմիցս ընդունել է սպառնացող վտանգը, խոսելով ջրի պակասի մասին դեռևս 2011 թվականին։ Նման խնդիրը մեկ գիշերում չի ստեղծվել, այն տասնամյակների վատ կառավարման, անհեռատեսության եւ պլանավորման խնդիրների հետևանք է, ընդ որում ոչ միայն ջրային ոլորտում, այլև այն ոլորտներում, որոնք փոխկապակցված են ջրայինին։ Մասնագետները չեն պատկերացնում, ինչպես է հնարավոր տեղափոխել մայրաքաղաքը։ Պատերազմի ժամանակ նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում գրառում արեց Իրանի ժողովրդին քաղաքից տարհանվելու կոչ անելով։ Շուտով նրան ասացին, որ դա հնարավոր չէ։ Ըստ տեղական աղբյուրների, Թեհրանում ու հարակից տարածքներում օրական 1 միլիարդ լիտր ջուր է օգտագործվում։ Այդ ջուրը շուտով երկիրն էլ չի ունենա։ Հետևաբար իրանցիներին այս պահին ոչինչ չի մնում անելու, բացի անձրևի մասին երազելուց։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։